660,000 շահառուից մոտ 600,000-ի ավելի քան 90% քաղաքացու կենսաթոշակը կբարձրանա ուղիղ 10,000 դրամով։ Վարչապետի հետ աշխատանքային հանդիպմանը մանրամասներ ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։ Մյուս կտորի մեջ կան մարդիկ, որ ավելին է բարձրանում, քան նույնիսկ 10,000-ը։ Եվ այստեղ կա բացատրություն, ինչով է դա պայմանավորված, տարբեր բանաձևերով են հաշվարկվում այս կենսաթոշակները եւ կան երկարամյա զինվորական ծառայության մեր կենսաթոշակառուներ, որոնց դեպքում բանաձևը մի փոքր այլ է եւ այնտեղ մենք երկու ցուցանիշ ենք փոխում եւ դրա արդյունքում ստացվում է, որ շատ մեր զինծառայողներ օրինակ իրենց կենսաթոշակը երկարամյա ծառայության կեսօր կբարձրանա 15,000 դրամով, ընդհանուր մինչեւ ունենք դեպքեր, որ ավելի եւ շատ քիչ դեպքերում, որոնց կենսաթոշակը նաեւ արդեն բարձր է 90,000-ից բարձրանա, ասենք 5, 6, 7,000 դրամով։ Այսինքն 10,000-ով չբարձրացողների թոշակը բարձր է։ Ի սկզբանե արդեն բարձր է։ Այսինքն մեր ծանոթ սովորական ծանոթ թոշակներից էականորեն բարձր։ 90,000 կա, 100,000 կա, 120,000 կա։ Միջինը այդ քաղաքացիների, որոնց որ ասում ենք ուղիղ 10,000 չի բարձրանում, հիմա 96,000 է միջին կենսաթոշակը, այո։ Եվ այդ բարձրացումից հետո կդառնա 105,000։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ խնդիր էր դրվել, որ միջին կենսաթոշակը լինի նվազագույն սպառողական զամբյուղից ոչ ցածր։ Այս փոփոխությամբ արդեն միջին թոշակը բարձր է նվազագույն սպառողական զամբյուղից։ Վերջին տվյալով նվազագույն սպառողական զամբյուղը 61,768 դրամ է։ Միջին կենսաթոշակը կրկին նախորդ եռամսյակի դեռ չբարձրացրած 49,451 դրամ է։ 49,450։ Եվ մեր այս նոր բարձրացումով այն դառնում է 59,191 միջինը։ Այսինքն միայն կենսաթոշակը առանց հետվճարի կոմպոնենտի, որը մենք կրկին հունվարի 1-ից բարձրացրել ենք, արդեն մոտենում է նվազագույն սպառողական զամբյուղին, բայց մենք ունենք նաև հետվճար, որը ակտիվ տարածվում է։ Մենք արդեն ունենք 415,000 քաղաքացի, որ ստանում է այդ կենսաթոշակը, հետվճարը։ Եվ միջինը այսօր 7,000 դրամ է, միջինը այսօր 7,000 դրամ է, եւ որ մենք գումարում ենք 59,000-ին 7,000, արդեն ստացվում է 66,000 դրամ, որը բարձր է նվազագույն սպառողական զամբյուղից 4,500 դրամի չափով։ Նշվեց թվերն առաջին հերթին ցույց են տալիս, որ քաղաքացիները արձագանքում են անկախիկից օգտվելու պետության հորդորին, դրանով ներդրում ունենալով երկրի զարգացմանը։ Դեկտեմբերից հունվար հետվճարի շահառուների թիվը ավելացել է 15,000-ով, հունվարին հետվճարի ծրագրից օգտվել է 415,000 քաղաքացի։ 2022 թվականի սեպտեմբերին այս թվերը ֆանտաստիկ են։ Այո, 16,000 հոգի ա եղել 2022 թվականի հուլիսին, ընդամենը 16,000 քաղաքացի ա օգտվել, հետո տարվա վերջ 66,000, 23 թվականի վերջ 173,000, 24 թվի վեճ 289,000, 25-ի սկիզբը նույնն էր մոտավորապես, 25-ի վերջ 378 նոյեմբերին։ Այսինքն ամեն ամիս մենք էական աճ ենք ունեցել։ Վարչապետ Փաշինյանը կարևոր համարեց շարունակել այս ուղղությամբ իրազեկման աշխատանքը։ Նախարար Թորոսյանը նաև նկատեց, ավելանում է նաև հետվճարի չափը։ Այն այժմ 7,000 դրամ է, կդառնա 8,700 դրամ։ Նշվեց նաև, որ կա հետվճարի չափը մինչև 10,000 դրամ հասցնելու հնարավորություն։ Վարչապետը ուշագրավ համարեց, որ նվազագույն սպառողական զամբյուղի հաշվարկում ներառված է նաև առողջապահական ծախսը։ Մինիմում 6,000 դրամը հաշվարկված է որպես առողջապահական ծախսեր։ Այսինքն 65 պլյուսի դեպքում կստացվի, որ եթե օբյեկտիվ նայենք, այս 6,000-ի առնվազն լավ 90%-ը, որովհետև այնտեղ այնուամենայնիվ կտոր կա, որ առողջապահությունը չի ծախսում։ Այսինքն կստացվի, որ միջին թոշակը կլինի սպառողական զամբյուղի 110-120 երբեմն եւ ավել տոկոս։ Աշխատանքային հանդիպմանը նշվեց նաև, որ 2018-ից կենսաթոշակը ավելացվում է 4-րդ հետվճարի չափը 3-րդ անգամ։ Հաճախ հնչում են մեղադրանքներ, թե ինչու հիմա, ոչ մի բան հիմա չի, դա արվել է հենց 18 թվականից սկսված, առաջի բարձրացումը 20 թվականին եղել է բանով հիմնական կենսաթոշակի չափով, բայց մինչև հետը բարձրացրել էինք նվազագույնը, սահմանել էինք, ավելի շուտ չենք բարձր, սահմանել էինք նվազագույն, որը ըստ էության բարձրացում է համարվում, ասվեց ա եղել նվազագույնը, հետո դառավ 30, 25.5, 26.5, 31.6 արդեն կրկնապատկված էր, պարենային զամբյուղը 33,388 է, կրկին վերջի եռամսյակի տվյալներով, իսկ մեր նվազագույն կենսաթոշակը 46,000 է, այսինքն 13,000-ով, 12,500-ով ավելին է, քան
Հիմի նվազագույններին ինչքան է ավելանում։ Նվազագույններին էլ է ավելանում 10,000-ով, մենք ունեինք 36,000 դրամ նվազագույն կենսաթոշակ, որը նաև հավասար էր ծերության նպաստին։ Անդրադառնալով 10,000 դրամով թոշակների ավելացմանը վարչապետը ընդգծեց, որ 2025-ի կանխատեսումներով տնտեսական աճը պետք է լիներ 5.1%, սակայն եղել է 7.2%, եւ թոշակների բարձրացումը տնտեսական աճի կոնկրետ թվային արտահայտությունն է։ Հաջորդ խնդիրն է նա, պարոն Թորոսյան, դրա մասին առանձին խոսել ենք եւ հույս ունեմ, որ դուք այդ բովանդակությունը կստեղծեք, որպեսզի մի հատ առանձին եթեր այս թեմային տակ։ Հիմա մեր թոշակառուները լինելու են ավելի առողջ, այսինքն ավելի ակտիվ, մենք պետքա մտածենք նրանց տնտեսական կյանքում ավելի Մտածում ենք երկու առաջարկ ունենք, կշրջանառենք։ Եվ այդտեղ ես լավ կարգախոս ունեմ, որ ասում եմ, որ 63-ը ոչ թե կենսաթոշակի, այլ փոքր եւ միջին բիզնես սկսելու տարիք է, որովհետեւ ես համոզմունք ունեմ, որ մարդիկ այդ կյանքում այդ փորձը, գիտելիքը ձեռք բերածելով կարող են ինչ որ մի լրացուցիչ Կարճ ասեմ, հիմա մի ծրագիր ենք անում մեր մի ուրիշ քաղաքացիների խմբի համար, որի մասին էլի կխոսենք, եթե դա հաջողվեց, որպես պրոտոտիպ կարող ենք ցանկացած այլ խմբի համար անել եւ առաջինը լինելու են ավագ սերնդի մեր ներկայացուցիչները փոքր կարճաժամկետ ուսուցման ծրագրով, բիզնես խորհրդատվության եւ փոքր կապիտալ ներդրման, որը թույլ է տալու ունենալ սեփական փոքր ձեռնարկատիրությունը։ Թոշակները 10,000 դրամով բարձրացնելու վերաբերյալ որոշումը կկայացվի կառավարության առաջիկա նիստում։ Ավելացված կենսաթոշակը կհատկացվի ապրիլից։ Մայա Խաչատրյան, լուրեր։